Երբեմն մենք ընտրություն ենք կատարում ելնելով մեր ներքին տրավմաներից, չբավարարված պահանջմունքներից կամ ասոցիատիվ կապերից։ Մեր ուղեղը ունի այդպիսի բաղադրիչ, որտեղ կուտակում է փորձը, կենսափորձը, դա կոչվում է ապերցեպցիոն զանգված։ Հա, օրինակ, եթե ես մեկ անգամ վերցրել եմ գրիչը եւ բացահայտել եմ, որ գրիչը սա է եւ այսպես է աշխատում, ամեն անգամ ես տեսնելով գրիչ չեմ ասում, սա ինչ է եւ նորովի բացահայտում եմ գրիչը։ Ես արդեն ունեմ իմ մեջ փորձառություն, որ սա գրիչ է։ Սա մեզ օգնում է, որովհետեւ մենք ամեն վայրկյան նորովի չենք բացահայտում աշխարհը, բայց նաեւ խանգարում է, որովհետեւ այդ փորձառությամբ մենք չենք կարողանում տեսնել նորը։ Եվ սովորաբար ինչ փորձառություն մարդը ունի իր կյանքում, այդ նույն փորձառությամբ ինքը այդ նույն շաբլոնով, այդ նույն մոդելով անընդհատ կարծես կրկնվում է նույն պատմությունը, թեև իր հայրը կարող է եղած լինել հարբեցող, բայց պտտվի գնա ճիշտ իր հայրիկի նման մեկին ընտրի, որտեղ այդ երեխան օրինակ շատ լավ գիտի ինչպես իրեն դրսևորել նմանօրինակ տղամարդու Կամ հետ։ լրիվ հակառակը։ Այն վախից ելնելով կարող է լրիվ հակառակ կերպար։ Եթե գիտակցական մակարդակում մերժել է այդ մոդելը, հա, որ ես չեմ ուզում, ինքը գիտակցաբար մերժել է։ Կամ գուցե գիտակցաբար չի եղել, բայց այդ մոդելը մերժել է։ Կարող է այո, լրիվ մյուս բևեռում հայտնվել, բայց սովորաբար մենք գնում ենք, պատկերացեք ինչքան պետք է գիտակցված մենք լինենք, որ այդ ասոցիացիաներով չապրենք, այդ կապերը, որոնք այդ նեյրոնային ուղիները, որոնք այն մանկության շրջանից ձևավորված են մեր ներսում, դրանք այսօր ընկած են մեր վարքի հիմքում։ Եվ հենց այդ ինքնաճանաչումը, ինքնաբացահայտումը, այդ որ ասում էի գենթագիտակցությունը տեղյակ չի, գիտակցությունը թե ինչ կա այնտեղ, հասուն է այն մարդը, ով փորձում է իր ներսում կատարվող process-ները ջանքի միջոցով բերել գիտակցություն։ Դու պետք է տեղյակ լինես ինչ կա քո ներսում, փորձես տեղյակ լինել։ Մի քիչ ավելի